Այսօրվանից մինչև հունվարի 30-ը Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցում առաջավորած Պահքի շրջան է։ Մեր եկեղեցու ավանդության համաձայն այն սահմանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Խորվիրաբից ելնելուց հետո նա նոր դարձի եկած Տրդատարքային հայոց մեծամեծերին եւ ողջ ժողովրդին պատվիրել է մինչև մկրտվելը 5 օր ապաշխարել պահեցողությամբ։ Առաջավորած Պահքի նախորդ օրը բարեկենդանին միածնայիչ մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Պատարագիչն էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգեվոր առաջնորդ Տեր Մովսես Վարդապետ Սարգսյանը։ Պահքը կազմակերպում է մարդու ներքին կյանքը, ներքին կուլտուրան, ներքին մարդու արժեհամակարգը եւ Պահքի առաջավորած Պահքի այսօրվա սուրբ պատարագով մենք փորձում ենք նաեւ նախապատրաստվել մեծ Պահքի շրջանին, որը մեզ բերելու է հարության շնորհը, հարության հույսը եւ հարության կենդանությունը հավիտենական կյանքի համար։ Օրվա ընթերցվածը Հովանու ավետարանի 6-րդ գլխիային հատվածից էր, որտեղ նկարագրվում է Քրիստոսի ծովի վրայով քայլելու հրաշքը, թե ինչպես Տերը խաղաղեցրեց փոթորիկն ու կանխեց նավաբեկությունը։ Սիրելի հավատացյալներ, ավետարանական այս պատմությունը միայն ջրի վրա քայլելու հրաշքի մասին չէ։ Այն ուսուցում է վախի ու քաջության, մենակության ու Աստծո ներկայության, պարտքի զգացումի ու Աստծո զորակցության մասին, նպատակի և ուղղության, կարգապահության ու հաղթանակի մասին։ Բաներ, որոնք խորապես ծանոթ են քրիստոնյա հավատացյալներին և հատկապես նրանց, որ աստվածահաճո ծառայության մեջ են գտնվում, եկեղեցական թե աշխարհական։ Այս հրաշքի պատմության մեջ կարևոր խորհրդանիշներից են ծովն ու նավը, որ ներկայացնում են քրիստոնյայի կյանքը որպես մի նավագնացություն փոթորիկներով լի։ Պատարագիչն իր քարոզում անդրադարձավ մեր կյանքում տեղ գտած փոթորիկներին եւ թերահավատությանը։ Ծովը խորհրդանշում է աշխարհը որպես փորձության, դժվարության եւ անորոշության վայր։ Նաեւ խորհրդանշում է քաոս եւ անհայտություն։ Իսկ փոթորիկներին դիմակայելու ճանապարհը Քրիստոսի նկատմամբ տածած անվարան հավատքն է եւ Մայր եկեղեցու հանդեպ մեծ սեր է ասաց քարոզիչը։ Սիրելի հավատացյալներ, եկեք խնդրենք Տիրոջը, որ իր աստվածային իմաստությամբ նորոգի մեր հավատն ու գիտակցությունը, որպեսզի աներեր ու հավատարիմ մնանք մեր կոչմանն ու առաքելությանը, մեր սուրբ եկեղեցում, Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին ու նրա ազգանքի գահականին։ Սրբազան արարողության ավարտին նախագահությամբ ամենայն հայոց հայրապետի Մայր տաճարի իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք, որպես ամփոփում հունվարի 18-ից 25-ին Վատիկանի եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։ Շուրջ 1 տարի առաջ Վեհափար հայրապետի օրհնությամբ Ռոմի կաթոլիկ եկեղեցու եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչներ եկան Հայաստան, ապրեցին Սուրբ Էջմիածնում, շրջեցին մեր սրբավայրերով, ճանաչեցին մեր սրբազան ավանդությունը եւ մեր աղոթական ավանդությունը եւ ներշնչված մեր ժողովրդի հոգեվոր կյանքից միասին մեզ հետ մեր տեղական հանձնախմբի հետ միասին կազմեցին գրքույկ։ Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին եւ մեկ հոգի»։ Նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից կազմվել հիմքում ունենալով Սուրբ Ներսե շնորհալու արևագալի ժամերգությունը։ Նախորդ շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Հունվարի 18-ից 25-ին տարբեր երկրներում անցկացվող քրիստոնյաների միության համար ամենամյա աղոթքի շաբաթվա ուշադրության կենտրոնում էր հայ եկեղեցու ավանդությունը։
Հայ առաքելական եկեղեցում վստահված էր կարևոր դեր միջեկեղեցական գործընթացում։ Աղոթքի շաբաթվա ձեռնարկում ընդգրկված էին Հայ առաքելական եկեղեցու արևագալի ժամերկության օրհներգերը, որոնք հնչեցին միջոցառմանը միացած բոլոր աղոթատեղիներում։ Հանձնախումբը ընտրել էր հայ եկեղեցու աղոթքները իբրև հարգանքի նշան աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի հանդեպ։ Եկեղեցական միջազգային հանձնախմբի անդամները ծրագիրը մշակել են հայ հոգևորականների հետ համատեղ։ Աշխատանքի ընթացքում հյուրընկալվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Ամեն տարի հունվարի վերջին ամբողջ աշխարհում քրիստոնյաները համատեղ աղոթում են եկեղեցիներում եւ տաճարներում, հետևելով Պողոս առաքյալի կոչին, որը Եփեսացիներին ուղղված թղթում գրել է բոլոր քրիստոնյաների մեկ մարմին եւ մեկ հոգի լինելու մասին։ Վատիկանում եզրափակիչ արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ համատեղ աղոթքին միացել են քրիստոնեական համայնքի բազմաթիվ հոգևորականներ։ Նրանց հետ աղոթք են հնչեցրել նաև հավատացյալները։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ներկա են եղել Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ arczepiskopos Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը, Հռոմի հայ համայնքի հոգևոր հովիվ հայր Աթանաս Սարգսյանը, ինչպես նաև Շվեյցարիայից ժամանած եւ այնտեղ ուսանող Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբաններ հայր Մաղաքյա Տեր-Մկրտչյանը եւ հայր Մաշտոց Մխիթարյանը։ Արարողության ընթացքում Լևոն 14-րդ սրբազան քահանայապետը հատուկ անդրադարձ է կատարել հայ եկեղեցու ավանդին, հիշեցնելով, որ այս տարվա աղոթքները վերցվել են հայ առաքելական եկեղեցու ժամերկությունից, Պապը նշել է, որ դրանք վկայությունն են այն քաջ քրիստոնեական հավատքի, որը հայ ժողովուրդը դրսևորել է իր պատմության ընթացքում։ Սրբազան քահանայապետը շեշտել է, որ Հայաստանը որպես առաջին քրիստոնյա ազգ շատ վաղ է ընդունել ավետարանը, փրկության խոսքի անվախ քարոզիչների շնորհիվ, եւ այդ երկրից հավատքը տարածվել է արևելք եւ արևմուտք, դառնալով միասնության եւ խաղաղության սերմ։ Միջոցառման հիմնական նպատակն է ցույց տալ համաշխարհային քրիստոնեական ընտանիքի միասնությունը։ Քրիստոնեական եկեղեցիները բազմազան են, սակայն միասնական Քրիստոսով։ Եկեղեցու շաբաթվա ընթացքում առանձնահատուկ նշանակություն ունի կաթոլիկ եկեղեցու Հռոմի թեմի էկումենիզմի եւ միջկրոնական երկխոսության գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվող ավանդական աղոթք հսկումը, որը տեղի է ունեցել հունվարի 22-ին Սուրբ Լուչիա Ծխական եկեղեցում։ Արարողությանը մասնակցել են Հռոմի կաթոլիկ եւ քրիստոնյա այլ եկեղեցիների հոգևորականներ ու հավատացյալներ։ Քարոզել է Խաժակ arczepiskopos Պարսամյանը, վերահաստատելով հայ եկեղեցու պատմական դերը որպես կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև։ Քարոզում Սրբազանը ընդգծել է. քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության, ողորմության եւ հույսի վկաներ խառնաշփոթով եւ վախով լի այս աշխարհում։ Տերունական աղոթքից առաջ Խաժակ Սրբազանը հնչեցրել է մասնավոր աղոթք հանուն Հայաստանի եւ Արցախի ժողովրդի։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Արարատի մարզի Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 25-ին պատարագիչը Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էր։ Այս օրերին լարված իրավիճակ է Մասյացոտնի թեմում։ Սոցցանցերում նյութեր են տեղադրվում թեմի քահանաների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Հակառակ դրան թեմի հոգևորականների դասը անվերապահ հավատարմություն է հայտնել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կարգին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի առաքելությանը։ Ռուբեն Վարդապետն իր քարոզը սկսեց Փոթորկահույս ծովում առաքյալներին գոտեպնդող Հիսուսի խոսքով. Ես եմ, մի վախեցեք։ Ես եմ, մի վախեցեք, ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս, խոսքը ուղղելով նավաբեկության մահվան վտանգի մեջ գտնվող իր աշակերտներին, որոնք գտնվում էին նավակի մեջ։ Ու այս խոսքը նաև ուղղված է մեզ, որովհետև մեր նավակը նույնպես ալեկոծվում է։ Մեր եկեղեցու նավ եւ հատկապես Մասյացոտն թեմի նավակը։ Մենք էլ կանգնած ենք ալեկոծության առաջ։ Մթություն է, մութ է, որտեղ չար ուժերը աշխատում են, եւ միևնույն ժամանակ հակընդդեմ քամի է, հողմ է, որը գործում է մեր դեմ։
հալածանքների, սպառնալիքների եւ այլ կարգով։ Չարը իր երախը բացել է մեզ վրա։ Դառնում ենք դեպի արևմուտք, որպեսզի դեմ դիմաց մերժենք իրեն։ Համարձակ ենք կանգնում, բայց երբ այդ պատրանքները, այդ հալածանքները, այդ հարձակումները, գործակիցները արդեն իրական մեր կյանքում են հայտնվում, մենք վախենում ենք։ Եվ այստեղ է, որ Հիսուս նաև մեզ է ասում. մի վախեցեք, ես եմ։ Զգում ենք իր ներկայությունը, եթե զգում ենք, չենք վախենում։ Եթե վախենում ենք, ուրեմն չենք զգում։ Սրանք փոխադարձ կապվածություն ունեն։ Հարգանք, բաժնեկցություն, սուրբ հաղորդություն է մեր կյանքում իրական դարձնելու այս ճանապարհով ենք ուզում ապրել։ Չարին էլ չարով չենք պատասխանելու։ Եվ սա պիտի անենք, որպես մղում, նաև առաքելություն այն մարդկանց համար, ովքեր պետք է դարձի գան, ովքեր գտնվում են չարի ճիրանների մեջ, եւ մենք ուզում ենք մեր այս սիրո, հավատի եւ հաշտության օրակարգով բոլորին մեկնել մեր ձեռքը ասելով, որ պետք է հաշտվենք, պետք է միավորվենք, պետք է մեր եկեղեցու ներսում վերացնենք պարագայում։ Եվ սրա համար խնդրում եմ, որ աղոթեք մեզ համար, մեր սուրբ եկեղեցու համար, մեր Մարսիացոտնի թեմի համար, ձեր համայնքների եկեղեցական, այսինքն ծուխերի համար եւ մեր ժողովրդի համար։ Այս օրերին տարբեր անձիկ, այդ թվում պետական համակարգի աշխատակիցներ հանդիպումներ են ունենում թեմի քահանաների հետ։ Առաջարկում են միանալ հակաեկեղեցական շարժմանը, չհամաձայնելու դեպքում անգամ սպառնալիքներ են հնչեցնում։ Հայ Ռուբենը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մասյացոտնի թեմ է եկել խաղաղության, հաշտության օրակարգով։ Եկեղեցական համայնքները, որը կոչվում է ծուխ, ուզում եմ սա հավելյալ բացատրեմ բոլորի համար, որ չկարծեն, երբ որ մենք եկեղեցական համայնք ենք ասում, դա նույնացնում ենք տվյալ համայնքի հետ, լավ, որտեղ երբեմն խրտնում են այդ եկեղեցական համայնքը, դա ծուխն է, այսինքն տվյալ եկեղեցու հավատացյալների համախմբումը, որը կարող է լինել նաև մի քանի գյուղից բաղկացած։ Հետևաբար ես կարծում եմ, որ մեր եկեղեցական համայնքները իրենց քահանաների կողքը կանգնած են եւ աջակից են։ Եկեղեցու անելիքը մեր հոգեվորականները պինդ կանգնում են եւ բոլորս կազմում ենք միաբանություն։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1890 թվականին։ Հոգևոր հովիվը Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանն է։ Սրբավայրը իր շուրջ է համախմբում նաև երիտասարդների, որոնք մեկտեղվում են ոչ միայն սրբազան արարողությունների ժամանակ, այլև հոգևոր զրույցների, զանազան միջոցառումների։ Եվ միշտ փորձում եկեղեցու կողքին լինել, ու հիմա էլ մենք երիտասարդաց միությամբ հենց նաև թեմի երիտասարդներով փորձում ենք եկեղեցու կողքին լինել եւ ամեն կերպ աջակցել։ Մասյացոտնի թեմի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավորներից եմ։ Արդեն մոտ 8 տարի խոնարհաբար ծառայում եմ Մայր եկեղեցուս։ Այս տարվա ճեմարանական դիմորդներից եմ։ Մայրաթորի շուրջ եւ Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված զավակներից մեկն եմ։ Հավատարիմ մեր Մայր եկեղեցուն ու Վեհափար Հայրապետին։ Աղոթքներով, հոգևոր ապրումներով լի սրբազան արարողության ավարտին ներկաները հաղորդություն ճաշակեցին։ Աննա Թամրազյան, Վրամ Խանամիրյան, Վարդգես Մանուկյան, եկեղեցական կյանք։ Տևական ժամանակ է Արագածոտնի քահանայաց դասը միասնական ժամերգություններ է անցկացնում թեմի եկեղեցիներում։ Տարբեր վայրերից ուխտավորաբար եկած հավատացյալները աղոթք են բարձրացնում մեր եկեղեցու անսասանության համար։ Հունվարի 25-ին առաջավորած Պահքի բարեկենդանի երեկոյան թեմի քահանաները միասնական աղոթքի էին մեկտեղվել Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում։ Հունվարի 26-ին է սկսվում առաջավորած Պահքը կամ առաջավորքը։ Ավանդության համաձայն այս շաբաթապահքը հաստատել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Խոր վիրապից ելնելուց հետո նա տրթատ արքային հայոց ավականուն եւ ողջ ժողովրդին մկրտել է։
65 օր շարունակ Տիրոջ խոսքն է քարոզել եւ պատվիրել պահեցողությամբ եւ ապաշխարությամբ պատրաստվել մկրտության։ Այս պատճառով էլ առաջավորած պահքը երբեմն կոչում են նաեւ փրկության պահք։ Առաջավորած պահքը հատուկ է միայն հայ եկեղեցուն։ Մեր նախնիներն այս պահքը շատ խիստ են պահել, հանապաս աղոթելով, իբրև սնունդ ընդունելով միայն հաց, աղ եւ ջուր։ Այս օրերի մեջ, գիտեք, շատ կարևոր է մեզ համար այս հանգամանքը, այս պահքը, ինչու որովհետև մեր ազգն էլ հեթանոսական կռապաշտության ու խավարի մեջ էր, եւ Գրիգոր Լուսավորիչը ինչ արեց, նախ քարոզեց ու բացատրեց ավետարանը սկզբից մինչև վերջ Տիրոջ փրկagorցյան խորհուրդը եւ ազգի բժշկության համար նաեւ նշանակեց պահքը։ Գիտենք նաեւ այս պահքի օրերին անգամ ճաշու ընթերցումներ չեն լինում, այսինքն ինչպես եկեղեցու հայրերը մեկնում են, պահքը, որ սկսվեց դեռ դրախտից, պահեցին նաև նահապետները, այսինքն այն ժամանակ դեռ Մովսեսը օրենքի գրքերն էլ չէր գրել։ Դրա համար նաև ընթերցումներ չի դրվում, այսինքն այս պահքը գնում, ասում եմ, մինչև մարդկային սկզբի, մինչև առաջին մեղքի այս նախարմատներն է հասնում եւ պահքը ինչ ամենամեծ միջոցն է, ամենաթանկագին, ամենալավ միջոցն է մեղքերի անդրադառնալու եւ հոգու բժշկության համար։ Ժամերգության ընթացքում կատարվեց հիվանդած կարգ։ 7 ավետարանից ընթերցվեցին բժշկության աղոթքներ։ Այս կարգն, ասում է Տեր Սարգիսը, ժամանակին կատարել են ծանր հիվանդների համար։ Այսօր այն կատարվեց հայոց ազգի մարմնի, մտքի եւ հոգու բժշկության համար։ Հիմա առավել քան երբևէ համազգային ապաշխարության, Աստծուն դառնալու, ներքին արժեքների վերանայման եւ ազգային միասնության վերականգնման ժամանակն է, օրվա խորհուրդը մեկնելով ասաց Տեր Փառենը։ Արագածոտնի թեմը փորձում է վերականգնել առաջավորած պահքից առաջ այս խորհրդավոր կարգը կատարելու ավանդույթը։ Գրիգոր Լուսավորիչը ինքը հաստատեց մեզ համար այս ապաշխարությունը, որը համազգային դարձին է վերաբերվում։ Այո, այսօր 21-րդ դարում լինելով ուրեմն առաջի քրիստոնյա երկիր, մենք կարիք ունենք նորից դարձի գալու, դեպի Քրիստոսին դառնալու։ Դարձի գալ նշանակում է թե դեպի Քրիստոսին դառնալ։ Որովհետև մենք շատ այլևս անբարտավան ընթացք ունենք, հպարտ մտածողություն ունենք, եսին էլ ավելի մեծ տեղ ենք տալիս, քան երբևիցե Աստծո կամքին մեր մեջ։ Եվ այսպես սրանցից ուրեմն շղթաներով կախված տարատեսակ տարբեր մեղքեր պատել են եւ հիվանդացրել են եւ մեր հոգին, եւ մեր միտքը, եւ մեր սիրտը, եւ ազգային միաբանությունը մեկ գաղափարի շուրջ, որը եկեղեցում է, այլևս փորձում են խարխրել։ Ուստի մենք մեր ժողովրդին, մեր հայորդիներին հրավիրում ենք եւս մեկ անգամ գալու Սուրբ եկեղեցի կանոնական պատարակների մասնակցելու, կանոնական աղոթքների մասնակցելու եւ համընդհանուր դարձ ունենալով, համազգային դարձ ունենալով դեպի Տերը ընթանալու, որպեսզի Տիրոջ շնորհը այլևս մեզ առաջնորդի դեպի հաղթանակները, դեպի վերելքները, որպեսզի դուրս գանք այս գաղջ եւ ոչ տանելի վիճակից։ Միասնական ժամերգությունների ընթացքում աղոթք է հնչում հայոց հայրապետի արևշատության համար, եկեղեցու բարօրության եւ անսասանության համար։ Հավատացյալներն աղոթում են ապօրինաբար ազատազրկված Մկրտիչ, Բագրատ, Միքայել եւ Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, բարերար Սամվել Կարապետյանի եւ նեղության մեջ գտնվող բոլոր հայորդիների համար։ Տավուշի եւ Շիրակի թեմերն արդեն 7, իսկ Արագածոտնի թեմը շուրջ 3 ամիս է գործում են առանց թեմակալ առաջնորդների։ Խաթարված է Արագածոտնի թեմի բնականոն կյանքը։ Թալինի, Օհանավանի եկեղեցիները զավթված են կարգալույց քահանաների կողմից, տվյալ համայնքներում հավատացյալները զրկված են կանոնական պատարակների, ծեսերի ու արարողությունների մասնակցելու, իսկ նորանշանակ քահանաները իրենց սպասավորությունն իրականացնելու հնարավորությունից։ Բայց եւ այնպես թեմը համերաշխությամբ եւ միաբանությամբ է փորձում հաղթահարել դժվարությունները։ Մեր հավաքական աղոթքները մեր սրբազանի սրտի ցանկությունն էր։ Թամպես մենք այս հավաքները կատարում էինք մեծ պահքի օրերին սրբազանոր առաջնորդությամբ ամեն շաբաթվա մեջ մեկ օր հավաքվելով թեմի տարբեր եկեղեցիներում ընդհանրական աղոթքի ընդհանուր մեր հոգևորներ հայեցողության համար
եւ Սրբազան հոր բացակայությունից ի վեր, երբ որ գիտենք ինչ տեղի ունեցավ Սրբազանի բացակայությունը, մղեց մեզ այս աղոթները դարձնել ամեն շաբաթյա այնքան ժամանակ, քանի դեռ Սրբազանը մեր հետ չի եւ հուսով ենք Սրբազան հոր գալուց հետո էլ պիտի սիրով արդեն իր առաջնորդությամբ այս աղոթքները շարունակենք։ Եվ ամեն անգամին բոլորիս հայացքները, թե հոգեվոր դասի, թե մեր հավատացյալների աչքը այդ թափուր գահն է։ Եվ մենք այդ հույսն ու ակնկալիքը ունենք մեկ օր Սրբազանին կրկին իր տեղում տեսնել եւ հաստատապես համոզված եմ դա ամբողջ թեմի հավատացյալ ժողովրդի ուրախությունն է եւ սպասում է այդ ուրախությունը տեսնելու։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից նշանակվել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդ։ Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Իսահակ Վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ։ Պարթև Սրբազանը ծնվել է Էջմիածնում, ավարտել Գևորգյան հոգևոր ջեմարանը։ 2007 թվականին աբեղայական ձեռնադրությունը ստացել է Վիգեն arczepiskopos Այքազյանի ձեռամբ։ 2015-ին վարդապետական թեզ է պաշտպանել Կարապետ Տեր-Մկրտչյանի մանկավարժական հայացքները թեմայով եւ Եզրաս arczepiskoposի ձեռամբ մասնավոր վարդապետության 4 աստիճաններ է ստացել։ Ջեմարանական կրթությունը հետագայում համալրվել է թե վարչական, թե մանկավարժական ու հովվական փորձով։ Նրա ծառայության ուղին ընդգրկել է Մայրաթորի մի շարք առանցքային կառույցներ, քրիստոնեական դաստիարակության կենտրոնից մինչև Սուրբ Էջմիածնի դիվանատուն, նաև դասախոսել է Գևորգյան ջեմարանում։ 2 տարի սպասավորել է Փարիզի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերադառնալով նշանակվել է Մայրաթորի փոխդիվանապետ։ 2019 թվականից ղեկավարելով Գեղարքունյաց թեմը զբաղվել է թեմական կառավարման եւ համայնքային կյանքի կազմակերպման հարցերով։ 2024 թվականին եպիսկոպոս է օծվել։ Իսահակ Վարդապետ Պողոսյանը ծնվել է Երևանում, 1996-ից 2002 թվականներին սովորել եւ ավարտել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Սևանի Վազգենյան դպրանոցն ու Գևորգյան հոգևոր ջեմարանը։ Սարգսակագ է ձեռնադրվել 2002-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ 2005-ին ձեռամբ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է Կուսակրոն քահանա։ 2010 թվականին պաշտպանել է Վարագա Սուրբ Նշանը եւ վանքը հայ մատենագրության մեջ խորագրով վարդապետական թեզ եւ Փարեն եպիսկոպոս Ավետիքյանի ձեռամբ ստացել է վարդապետության աստիճան։ Հայր Սուրբը մի քանի գրքերի հեղինակ է։ Վարդապետական թեզն ու հեղինակած գրքերը վկայում են նրա ակադեմիական հետաքրքրությունների մասին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Իսահակ Վարդապետ Պողոսյանը երկար տարիներ ծառայել է Մայրաթորի տարբեր կառույցներում, համադրելով հոգևոր, կրթական եւ սոցիալական ուղղվածությամբ աշխատանքը։ Վազգենյան դպրանոցում եւ Գևորգյան ջեմարանում ստացած կրթությունից հետո վարել է սոցիալական ծառայությունների գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Նրա կենսագրության մեջ առանձնանում է նաեւ արտասահմանյան փորձը Բուլղարիայի թեմում առաջնորդական տեղապահի ծառայությունը, ինչպես նաև կրթական ծրագրերին մասնակցությունը Հունաստանում եւ Կանադայում։ Հայր Սուրբը Աթենքում մասնակցել է լեզվի դասընթացների, Տորոնտո քաղաքում ուսանել է անգլերեն եւ նոր կտակարանի ներածություն։ Սովորել է նաև Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համալսարանում։ Վերադառնալով Հայաստան սպասավորել է Խորվիրապի վանքում 2025 թվականից նա ստանձնել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պատասխանատու առաքելությունը։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգվեց։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։ Մկրտիչ Սրբազանի եւ դիվանապետ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով առաջին դատական նիստը մեկնարկեց Արագածոտնի մարզի
առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատարանի բակում հավաքված էին հոգևորականներ, սրբազանի աջակիցները, որոնց մեծ մասը չկարողացավ մուտք գործել դատարանի դահլիճ։ Հաստաբանները խնդրեցին հաջորդ նիստին տրամադրել ավելի մեծ սրահ, հաշվի առնելով սրբազան հոր աջակիցների թիվն ու գործի հնչեղությունը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել եւ բերման ենթարկել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաեւ Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Սրբազան հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածներով։ Նրան մեղադրում են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտել է ընտրական իրավունքը եւ հարկադրել է մասնակցել հավաքներին։ Առաջնորդը չի ընդունում մեղադրանքը։ Սրբազան հայրը 3 ամսից ավելի է կալանավորված է։ Տեր Գարեգինի խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքով։ Նիստին որպես տուժող ներկային կարգալույց քահանաներ Արամայիս Թախմազյանը եւ Ստեփան Ասատրյանը։ Քրեական վարույթը հարուցվել է հենց Ստեփան Ասատրյանի հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա։ Նրա խոսքով թեմի առաջնորդն իրեն եւ մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին եւ ընտրություններին չքվեարկել իշխող կուսակցության օգտին։ Հարցազրույցից անմիջապես հետո իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը դիմել էր գլխավոր դատախազություն, ուշադրություն հրավիրելով Ստեփան Ասատրյանի հայտարարությունների վրա։ Քննվեց ընդդատության հարցը։ Կողմերն անդրադարձան վարույթը կարճելու ու խափանման միջոցների փոփոխության հարցին։ Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը սրբազանի կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրեց։ Պատվարժան դատան հարկ եմ համարում արձանագրել, որ սույն փուլում եւս ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու եւ վրա քրեական դատավարության ռիսկով դրված պարտականությունների չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման երազանքման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցները։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադրյալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իսկ ձևավորված կան հարաբերությունները, այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Մեդիադաշտում հարցազրույցներ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանդ հայտնում են։ Նույնիսկ կարգալույց լինելուց հետո շարունակում են հակաեկեղեցական վարք դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց շազդի ուժողի վրա։ Իսկապես ես կխնդրեմ լրացուցիչ ուժողները դիրքորոշում հայտնեն։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցմունքները, կարող ազդի ձեր վրա սրբազանը։ Ես այն նաև չարաշահման կոնտեքստում դատարանի ներկայացնեմ երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք մեկնում։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախսան բյուջեից, ոստիկանները տրամադրել, որ հսկեն այս մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին կալանավոր եք, որ հանգարց սրբազանը չազդի։ Այսինքն այս պաշտպանության միջոցներն ինչին համար են ունում են պետք։ Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը որ մտահոգություն հայտնի, որ հանգարց ուժողների վրա կարող է ազդեցություն լինի, պետությունն այն գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական, այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն ներկայացրել դատարան, այնինչ պարտավոր էին ներկայացնել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու ուժող, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա։ Բայց ասում են խոչընդոտ, ել խոչընդոտելը ո՞նց մի դրսևորում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում։ Մենք այսօր չունենք։ Ում վրա պետք է խոչընդոտի։ Վերացական կարելի է, չէ՞ ասել, sense
գործողությունների ինչ ասած բարձր հավանականությունը որ խոչընդոտի։ Ինչի՞։ Եկեք հերթով անդրադառնանք։ Իմ գործընկերը շատ հստակ անդրադարձավ, բայց դեռևս այդ ուժողներին թողնենք։ Այն որ տեսանյութեր կա, որոնք որ դատանում պետք է այդ տեսանյութը բոլորը միասին զննենք նայենք։ Դրան ինչով է խոչընդոտել։ Գողանալու է կրիչը, դատարանի ձեռքից վերցնելու, ինչ անելու, որ չկարողանանք դատանում դա հետազոտել։ Ակնհայտ է, բան չկա։ Ուժողների մասով մենակ այն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք առերեսումների ինչ շքախմբով են գալիս։ Ոստիկանական այն խումբը, որ իրենց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենալ ուժերներին, ուր մնաց, ասենք սրբազանը հայտնվող ազատության մեջ փորձի ինչ-որ ձև խոչընդոտել։ Հիմա այս հարցի մասին մեղադրող ինչ-որ բան ասել է, թե չէ։ Օրինակ ասելու է, որ գիտեք ինչ կա, չնայած որ պաշտպանության միջոցը կիրառված է, բայց մեկը մենք չեն կարողանում պաշտպանել։ Մենք այդ հնարավորությունը պետությունը չունի, չի կարող պաշտպանի, կարող է խոչընդոտումներ լինի եւ այլն։ Իսկ գուցե եղանակը ասեն ոնց պետք է խոչընդոտի։ Պաշտպանները միջնորդեցին ազատ արձակել սրբազանին կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց, հիշեցնելով, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին դատական սխալ էր արձանագրել եւ հնարավոր էր համարել այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը։ Մկրտիչ սրբազանին արգելված էին տեսակցությունները բացառությամբ մոր։ Այդ սահմանափակումը վերացվեց։ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Քահանա Արսենյանը, որին մեղադրում են մկրտիչ սրբազանին օժանդակելու մեջ, կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Դատարանը որոշեց բավարարել քահանայի փաստաբանների միջնորդությունը եւ թույլ տվեց կիրակնօրյա պատարակներին մասնակցել բնակության վայրի Արմավիրի թեմի եկեղեցիներում։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 20-ին ժամը 14:30-ին։ Նիստը դռնբաց է։ Անուշ Արաքելյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Արարատի մարզի Վեդի քաղաքում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սրբատեղին քաղաքի բանուկ հատվածում չէ, այգիների դաշտերի մոտ է, չնայած դրան Մասյացոտնի թեմի այս աղոթատունը ժամերգությունների, պատարակների ժամանակ լի է մարդկանցով։ Տաղավար տոներից հետո էլ համայնքի հավատացյալների խնդրանքով քահանան է այցելում նրանց տներ եւ տնօրինյաց կարգ կատարում։ Այս անգամ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովսեփ Քահանա Սարգսյանը տնօրինեք է կատարելու եկեղեցական համայնքի անդամներից Զոհրաբյան ընտանիքում։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, Քրիստոս Հյուրընկալ տանը սեղանին դրեցին աղը, հացը, ջուրը։ Տեր Հովսեփը Քրիստոսի ծննդյան լուրը ավետեց ընտանիքի անդամներին։ Այս արարողությամբ օրհնվում են ընտանիքի անդամները, տան բարիքները։ Ատոմ Զոհրաբյանը եւ Ալլա Զոհրաբյանը Վեդի քաղաքում հաստատվել են 2002 թվականից։ Տեղափոխվել են Ուրցաձոր համայնքից։ Զոհրաբյանները 2 դուստր ունեն ու 1 որդի։ Որդին Անդրանիկ Զոհրաբյանը զոհվել է 2016-ին քառորյա պատերազմի ժամանակ։ Գնդացրորդ է եղել Մարտակերտում։ Զոհրաբյանների տանն ամենուր Անդրանիկի նկարներն են, մրցանակները, ձեռքբերումների վկայությունները։ Իմ տղան զոհվել է 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը իր ընկերների, զինակից ու մարտական ընկերների, կապիտան Արմենա Կուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ Քարամ Սլոյանի հետ նույն դիրքում։ Որպես դիրքապահներ իրենք մինչև իրենց վերջին շունչը մարտնչել են, կռիվ են տվել այն հավատքով, այն համոզմունքով, որ պաշտպանում են մեր հայրենիքը, մեր հողն ու ջուրը եւ հերոսաբար 4-ն էլ նահատակվել են այս դիրքում, Մարտակերտի 116 դիրքում։ Եվ հիմա ես համարում եմ, որ իրենք եղբայրներ են, ու այդպես էլ կա։ Իրենք իմ 4 տղաներն են, իմ 4 զավակներն են։ Մինչև բանակ զորակոչվելը Անդրանիկը զբաղվել է ֆուտբոլով, մարզվել է Վեդու եւ Երևանի մարզադպրոցներում։
Ցանկություն ուներ Վեդիում զարգացնել ֆուտբոլը։ Հիմա Վեդիում կան ֆուտբոլային թիմեր։ Արցախի հերոս Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր Անդրանիկ Զոհրաբյանի անվան ամենամյա հուշամրցաշար է անցկացվում։ Այս տարի կանցկացվի 10-րդ անգամ։ Հայրն ասում է, պարտությունը չէր հանդուրժում, դա է պատճառը, որ մարտի դաշտում մինչև վերջ դիրքը չի լքել։ Զոհրաբյանների դուստրերից մեկը Սաթենիկը մշակութաբանի մասնագիտություն է ընտրել, Մարին տնտեսագետի։ Զոհրաբյանները Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում են պատարագների, լսում են Տեր Հովսեփի քարոզները։ Մեր Սուրբ եկեղեցու հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներ ենք եւ ըստ հնարավորի աշխատում ենք, որ միշտ ներկա լինենք եկեղեցում, մասնակցենք մեր Սուրբ պատարագներին, լինենք Աստծո տանը, մեր աղոթքները, մեր տղաների համար, մեր բոլոր ժամանակներում զոհված մեր տղաների համար, մեր աղոթքները բարձրացնենք առ Աստված, մեր Տեր հոր քարոզները լսենք եկեղեցում, ականջալուր լինենք։ Հոգևորականները գոտեպնդման, զորակցության խոսքեր են գտնում անգամ այն դեպքերում, երբ թվում է բառերն անզոր են։ Իհարկե շատ դժվար է խոսել այդ ծանր թեմայի շուրջ, երբեմն անհրաժեշտ է լինում պարզապես լռել եւ ոչինչ չխոսել։ Իսկ խոսելիս էլ բնականաբար պետք է մխիթարություն, հավատքի ամուր անսասան զգացողություն ունենան, որ կարողանան այդ հավատքով կրել ծանր վիշտը եւ ցավը եւ իհարկե հարության եւ հավիտենական կյանքի իրականությունը մեծ հույս է տալիս իրենց, որովհետեւ իրենք երբ որ սկսում են իրենց հավատքով զգալ ճանաչել աստվածային այդ ճշմարտությունը, աստվածաշնչի բերած ճշմարտությունը, որ մեր հերոսները, բոլոր ննջեցյալները հավիտենական կյանքում են եւ մի օր հարություն են առնելու, դա իրենց մեծ հույս եւ հավատ է տալիս։ Ավետարանիչների վկայությամբ տնօրնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել, պատգամելով իր աշակերտներին, որ տունը, որ մտնեք, խաղաղություն ցանկացեք այդ տանը։ Դեռևս առաջին դարից առաքյալները ծննդյան ու հրաշափառ հարության բարի լուրն ավետելու եւ օրհնություն բաշխելու համար այցելում էին հավատացյալների տները։ Այսօր էլ նրանց հետևորդները, քահանաները Սուրբ Ծննդյան եւ հարության տոներից հետո իրենց համայնքի անդամներին ուրախաբեր ավետիսն են բերում։ Տնօրնեքի արարողությունը այն օրհնության սերմնահատիկն է, որ մենք բերում ենք օջախներին եւ հորդորում ենք հավատքով այդ սերմնահատիկը մշակել, մեծացնել եւ օրհնության պտուղներ քաղել իրենց ընտանիքների համար։ Աննա Թամրազյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Հունվարի 31-ին հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 մարտիկների հիշատակության օրը։ Պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում։ Զորավարը քրիստոնեական հավատքի համար նահատակված եւ սրբադասված վկա է։ Ծնվել է Կապադովկիայում մոտ 330 թվականին։ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք, երբ հալածանքներ են սկսվում Քրիստոսի եկեղեցու նկատմամբ, Սուրբ Սարգիսը աստվածային հայտնությամբ հրաման է առնում հեռանալ կայսրության սահմաններից։ Իր որդի Մարտիրոսի հետ գալիս ապաստանում է քրիստոնյա Հայաստանում։ Որոշ ժամանակ անց որպես զինվորական տեղափոխվում է Պարսկաստան։ Այստեղ հայտնի է դառնում, որ Զորավարի ազդեցությամբ պարսիկ զինվորներից շատերը քրիստոնեություն են ընդունում։ Քրմերը Սարգսին եւ նրա որդուն պարտադրում են զոհ մատուցել արքայական մեհյանում, նրանք մերժում են հրամանը եւ սպանվում։ Նահատակվում են նաեւ Զորավարի 14 հավատարիմ զինվորները։ Նահատակվելուց առաջ Զորավարը դիմելով Տիրոջը ասում է. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, որ կհիշեն իմ անունն իրենց նեղության մեջ եւ կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով եւ պատարակով, ինչ որ ուզեն քեզանից, լսիր նրանց եւ շնորհիր նրանց խնդրանքը»։ Նահատակների մարմինները ամփոփվել են Համիան քաղաքում, հետագայում Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքները տեղափոխել է Կարբի գավառի Ուշի գյուղ, որտեղ եկեղեցի է կառուցվել։ Այն սիրված ուխտատեղի է շատերի համար։ Սուրբ Սարգսի անունով բազմաթիվ սրբավայրեր, մենաստաններ են կառուցվել։ Քրիստոնեական հավատքի համար նահատակված ազգությամբ հույն Սուրբ Սարգսի անունը մեծապես կապված է հայոց աշխարհի հետ։
Նրա հիշատակի տոնը ժողովրդական մեծ հնչեղություն է ստացել։ Սարգիս Զորավարը համարվում է երիտասարդների արագահաս բարեխոսը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ։ Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օրն է։ Սուրբ Սարգիս Զորավարի տոնին պատարագ կմատուցվի նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում։ Այդ օրը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Ուշիի եկեղեցի կբերվի Սուրբ Սարգսի մասունքը, որը պատարագի ավարտին կտեղափոխվի Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Ըստ ավանդության Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանից բերել եւ հենց այստեղ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս Զորավարի նշխարները։ Պատմահայր Մովսես Խորենացին եւ Ղևոն Դալիշանը նշում են, որ դա կատարվել է մեծ շուքով։ Սրբի մասունքները ուշի տեղափոխելով Մաշտոցը ցանկացել է քրիստոնեական նոր կենտրոն եւ կրթության նոր օջախ հիմնել։ Ավանդության համաձայն հենց ինքն էլ եղել է այդ եկեղեցական դպրոցի հիմնադիրն ու մշակը։ Հինավուրց վանական համալիրը հարուստ պատմություն ունի։ Սուսանա Պետրոսյան, Եկեղեցական կյանք։